Այսօրվա մատուցված ավետարանական հատվածը Մատթեոս 14:13-21 համարներից է, ուր խոսվում է Հիսուսի մի մեծագույն հրաշքի մասին հացի բազմացում վերնագրով։ Երբ Հիսուս լսեց Հովհաննեսի գլխատման մասին, նավակով գնաց Ամայի մի տեղ, շրջանի քաղաքների բնակիչները այս լսելով գնացին նրա հետևից։ Երբ Հիսուս դուրս եկավ նավակից, տեսավ ժողովրդի մեծ բազմություն, գնաց նրանց և բժշկեց հիվանդներին։ Երեկոյան նրա աշակերտները մոտեցան Հիսուսին և ասեցին. «Տեր, Ամայի մի տեղում ենք, և ժամանակն էլ շատ ուշ է, արձակիր այդ ժողովրդին, որպեսզի գնա շրջակա գյուղերը և ուտելիք գտնեն իրենց համար»։ Հիսուսը ասաց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելիք տվեք»։ Նրանք ասացին Հիսուսին. «Այստեղ համարյա ոչինչ չունենք, բացի 5 հացից և 2 ձկից»։ Հիսուսը ասաց. «Այստեղ բերեք դրանք»։ Եվ հրամայեց, որ ժողովրդին նստեցնեն խոտի վրա, ապա վերցնելով 5 հացը և 2 ձուկը, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց հացերը և տվեց առաքյալներին, որոնք բաժանեցին դրանք ժողովրդին։ Բոլորը կերան, բոլորը կշտացան, և աշակերտները ավելացած կտորտանքները հավաքեցին 12 զամբյուղ լցված, ուտողները շուրջ 5000 հոգի էին, չհաշված կանանց և երեխաներին։ Սիրելի հավատացյալներ, Հովհաննես Մկրտչի գլխատման լուրը լսելուց հետո Հիսուսը գնաց Ամայի մի վայր։ Ինչ պիտի հասկանանք Հիսուսի այս արարքից։ Տերը այսպես անելով մեզ սովորեցնում է, որ եթե ցավոտ, տխուր լուր կամ կորստի մասին ենք լսում, կիսվենք մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստծո հետ, խոսենք Աստծո հետ դրա մասին, այլ ոչ թե այս կողմ այն կողմ տարածենք այդ նույնիսկ չստուգված լուրը։ Անհավատ մարդիկ չեն կարող մեզ մխիթարել, անհավատ մարդիկ ինչպես կարող են մեզ օգնել։ Աստված կարող է մեզ օգնել, Աստված կարող է մեզ մխիթարել։ Ժողովրդի բազմությունը Հիսուսի հետևից գնաց Ամայի տեղ։ Մենք, երբ ճաշակենք Տիրոջ խոսքի քաղցրությունը, պիտի գնանք Աստծո տուն, լսենք Աստծո խոսքը։ Աստծո խոսքը հագեցնելու է մեր Ամայի դարձած և քաղցած հոգիները։ Ով ծարավ է Աստծո խոսքին, գալիս պատարագին մասնակցում է, հաղորդվելով, ճաշակելով Հիսուս Քրիստոսի մարմինը և արյունը։ Հիսուս որտեղ որ գտնվում է, այնտեղ պիտի լինենք մենք, բոլոր հավատացյալներս։ Իսկ Հիսուս իր տան մեջ է բնակվում, ուր որ գտնվում է երկնքի Թագավորը, այնտեղ պիտի լինեն իր զինվորները։ Երբեք կարևոր չէ թե ինչ դժվարության և նեղության ճանապարհով է Աստված մեզ առաջնորդում, որպես իր զավակներ, այլ կարևոր է, որ Աստված մեզ առաջնորդում է։ Եթե Աստված է մեզ առաջնորդում, ուրեմն վստահ եղեք ամեն անհարթություն, ամեն դժվարություն հաղթահարված կլինի մեզ համար։ Հիսուս նավակից իջնելով տեսավ բազմությունը։ Այսօր էլ սիրելի ժողովուրդ, Աստծո աչքը տեսնում է մեզանից ամեն մեկին։
Այսօր էլ Աստված տեսնում է մեր լավ, մեր վատ, մեր թերի կատարած գործերը։ Աստված տեսնում է մեր ապաշխարության ձգտող հոգիները։ Աստված տեսնում է մեր կարիքները, խնդիրները։ Հիսուս ոչ միայն տեսնող աչք ունի, Հիսուս նաև գթացող սիրտ ունի։ Հիսուս բժշկեց նախ հիվանդներին, նոր հետո կերակրեց քաղցածներին։ Հիսուս էլ այսօր բժշկում է հիվանդներին և կերակրում քաղցածներին։ Հիսուս նախ բժշկեց հիվանդներին, հետո նոր կերակրեց։ Ինչ ենք հասկանում այստեղ։ Սա նշանակում է, որ մենք նախ հոգով բժշկվենք, հոգով առողջանանք, որից հետո մոտենանք Սուրբ սեղանին և հաղորդություն ստանանք։ Եթե չես ապաշխարել, չես մաքրվել մեղքից, չես խոստովանվել հանցանքներդ, հաղորդություն ստանալդ ոչ մի արժեք չունի։ Աշակերտները Հիսուսին ասացին, որ ժողովրդին թողնի և արձակի, որովհետև ամայի մի տեղում են գտնվում։ Ամայի և անապատի նման է այն ժողովրդի հոգին, որոնք հեռու են Աստծուց և հեռու են Աստծո խոսքից։ Աշակերտները չէին տեսնում մարդկանց անապատ վերածված հոգիները, բայց դա հստակ տեսնում է Աստված։ Աստված անտարբեր չէ ոչ մի դատարկ ամայի հոգու նկատմամբ։ Աստված անպայմանորեն լցնում է, կերակրում է մեզանից ամեն մեկի հոգին իր սքանչելի և հրաշագործ խոսքով։ Աստված հագեցնում է մեզ հոգով և թե ֆիզիկապես։ Ցավոք աշակերտների նման մենք էլ հաճախ մարդկանց նայում ենք միայն մարդկանց երևացող կողմից։ Աստծո համար չկա դատարկ հուչ հոգի, որը անկարելի լինի լցնել։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ ցանկացած մարդ կարող է և ի վիճակի է փրկվել, եթե ունի որոշում և մեծ կամք շարժվելու և գործածելու Աստծո կամքը իր կյանքում։ Հիսուս իր աշակերտներին ասաց. դուք կերակրեք ժողովրդին։ Ինչ ենք հասկանում այս խոսքից։ Այսօր մեզանից ամեն մեկը ունի պարտականություն։ Շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել։ Աստծուց միշտ պահանջում ենք և խնդրում ենք մեր այս կամ այն կարիքների համար։ Կյանքը փոխադարձ է։ Նախ պիտի կատարես քո պարտականությունները, նոր հետո պահանջեց դիմացինից։ Միակողմանի չի լինում կյանքը։ Եվ ճիշտ չի, որ այդպես է։ Տերը կատարում է նրա կամքը, ով նախ և առաջ կատարում է իր Աստծո կամքը։ Երբեմն կարիք չկա աշխարհից ինչ-որ բան խնդրել կամ սպասել։ Երբ գիտենք, որ Արարիչ Աստված մեզ հետ է, ոչ մի բանի կարիք չունենք և չենք էլ ունենալու, եթե Հիսուս Քրիստոս ունենք մեր սրտում, հոգում և մտքում։ Հիսուս այսօր ասում է ամեն մեկիս. դուք տվեք նրանց։ Հիսուս ուզում է, որ իր զավակները տալ սովորեն տալ, սովորեն օգնել, կարիքավորին օգնել, անտեսված մարդկանց երբեմն այցելել։ Այսօր Հիսուս ասում է մեզ. դուք պիտի տաք, պիտի տալ սովորեք։ Չլինենք միայն պահանջատեր, պահանջներ ներկայացնող, պահանջենք վերադասից, պահանջենք միայն ղեկավարից, միայն պահանջենք դիմացինից։ Աստված ուզում է, որ մենք նախաձեռնենք,
Աստված ուզում է, որ դու գործես, որ դու ստեղծես, որ դու շենացնես։ Եվ դա մենք կարող ենք, իհարկե կարող ենք, պարզապես չենք ցանկանում տալ, չենք ցանկանում անել։ Տալը միայն նյութի մասին չէ։ Կարող ենք սեր տալ, չենք տալիս սեր, այլ միայն ցանկանում ենք, որ մեզ սիրեն, որ մեր դիմացինը մեր նկատմամբ լինի սիրով լի։ Կարող ենք մխիթարել, չենք անում, անկարող ենք միայն դիմացինից մխիթարություն մեր նկատմամբ ուզում ենք լոկ ստանալ։ Կարող ենք մի լավ, բարի խորհուրդ տալ և զլանում ենք և այդպես շարունակ։ Այսօր բոլորը դարձել են դիմացինից պահանջող։ Պահանջում ենք եկեղեցուց, պահանջում ենք Աստծուց, պահանջում ենք քահանայից, պահանջում ենք բոլորից։ Աստված ասում է լավ է տալ, քան թե ստանալ։ Եթե չես ուզում տալ, չես ուզում օգնել, չես ուզում ձեռք մեկնել, չես կարող ստանալ կամ ակնկալել ոչնչից, որ քեզ սատարեն։ Աստված ուզում է, որ տանք ու բաշխենք մարդկանց նախ Աստծո խոսքը, չէ որ Աստծո խոսքը կշտացնում է բոլորի հոգիները, չէ որ մարդ միայն հացով չի ապրում, այլ բոլոր այն խոսքերով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Աստծո խոսքը մարդու մտքին, սրտի, հոգու համար լիարժեք սնունդ է։ Աշակերտները ասացին Հիսուսին, որ գրեթե ուտելու բան չունեն, ունեն ընդամենը հաց և 2 ձուկ։ Աստված մեզանից շատ մեծ բաներ չի պահանջում։ Աստված մեզանից միայն ակնկալում է կամեցողություն։ Եթե ունես փոքրիկ, շատ փոքրիկ կամեցողություն, ապա դա շատ լավ է։ Մեր հոժարական տվածին տված Աստծուն, Աստված օրհնում է մեր տվածը, և այդ չնչին մեր կատարած զոհողությունը Աստծո օրհնանքով դառնում է լիություն շատ-շատերի համար։ Աստված գործում է մարդկանց միջոցով։ Աստված ուզում է, որ մենք դառնանք իր գործակիցները։ Ուրեմն տուր քո 5 հացը և 2 ձուկը, այսինքն քո բարի գործը դիր Տիրոջ առջև և կտեսնես Տիրոջ հրաշքով կգազմացվի քեզ համար մեկի փոխարեն 50, 50-ի փոխարեն 100 և շատ ավելի։ Աշակերտները ասացին Հիսուսին, որ ոչինչ չունեն։ Այո, ճշմարտություն է, մարդու ունեցվածքը, որքան էլ որ նա ունենա, ոչնչություն է։ Ոչինչ է իր կարողությունները այնքան ժամանակ, երբ նա չի դնում Տիրոջ ձեռքի մեջ, որ Տերը օրհնի այն։ Ուրեմն մեր ունեցած չնչին արժեք ունենա միայն այն ժամանակ, երբ այն դնենք Աստծո ձեռքերում։ Մեր տված քիչը Աստծո օրհնանքով շատ-շատերի համար դառնում է կենսական օգնություն և մեզ համար դառնում է օրհնություն։ Հիսուս հացերը կտրեց, մաս բաժանեց և տվեց ժողովրդին։ Ինչ ենք հասկանում այս խոսքից։ Աստծո խոսքը պիտի մաս կարդաս, նոր հասկանաս, դիմես քահանային, միանգամից կարդալ Սուրբ Գիրք, հասկանալ անկարելի է Աստծո խոսքը։ Բոլորը կերան և կշտացան։ Տիրոջ բարիքները բոլոր մարդկանց համար են։ Տիրոջ արևը, անձրևը բոլորի համար է, ոչ թե ինչ-որ մի խումբ մարդկանց համար։ Հրաշքով Տիրոջ բազմացրած հացը ժողովուրդը ճաշակեց և կշտացավ։
Աստծո գործերը միշտ կատարյալ են, սիրելի հավատացյալներ, եւ անթերի են։ Ովքեր դեպի Աստծուն են գալիս, նրանք միշտ լիանում են, նրանք միշտ հագենում են։ Չկա մեկը, ով դեպի Աստված գա, ով դեպի եկեղեցի գա, քաղցած մնա, չկա այդպիսի բան։ Եթե Աստված ունենք, երբեք չենք լինի ծարաված եւ քաղցած։ Հացի մնացած ավելցուկները աշակերտները հավաքեցին։ Աստված մեզ տվել է ամեն ինչ, ամեն փոքր կամ մեծ բարիք, եւ դրանց նկատմամբ մենք իրավունք չունենք անփույթ վարվել։ Աստված դեմ է, երբ բարիքը մսխվում է, վատնում ենք իր տվածը։ Ինչքան մարդիկ կան, որ կարոտ են մի կտոր հացի, ահավասիկ մեր 120,000 հայորդիները Արցախում։ Ինչքան բարիքների նկատմամբ ենք անխնամ եւ անտարբեր։ Պիտի գնահատենք Աստծո տվածը, ամեն մի բարիք եւ չփչացնենք ան։ Այդ խնայողաբար օգտագործենք, այլապես մի օր էլ մենք մի կտոր հացի կարիքի առջև կհայտնվենք։ Սիրելի հավատացյալներ, հացի բազմացման այս հրաշալի դրվագը մեզ մեկ անգամ եւս մտորելու առիթ է տալիս ամրացնելու մեր հույսը եւ հավատը Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, որ Տերը երեք այսօր վաղը եւ հավիտյանս մեր հայրն է։ Հիսուսը մեր պահապան Աստվածն է։ Աստված մեզ տվել է ամեն բան է տվել Աստված մեզ։ Լիացրել է ամեն մեկիս իր սիրով, Աստված զորացրել է հույսով մեզ, զինել է հավատքով, որպեսզի երբեք չթուլանանք մեր կոչման, քրիստոնեական կոչման մեջ, չվախենանք անհիմն բաներից, այլ լցվենք լավատեսությամբ, փոքր անհանգստություններից չտխրենք, չհուսահատվենք եւ չչարանանք մանր բաներից, մեկս մյուսից, կյանքի հոգսը թող չթուլացնի մեզ։ Հացի խնդիրը թող չլինի մեզ համար առաջնային, առանցքային թող երբեք չլինի, մեզ համար մղիչ ուժը Աստված է, ամեն ինչ տվողը նա է, ու եթե ունենանք նեղություն, ունենանք չլուծված խնդիրներ, վստահենք Աստծուն, որ իր անսահման ողորմությամբ պիտի հալվի ու վերանա ամեն մեղք, ամեն հանցանք, գնա գիշերը խորտակվի չար շղթաները եւ Տիրոջ մեծ բարեգործությամբ լցվի մեր հոգիները, լցվի անսահման շնորհներով եւ լցվենք Տիրոջով, Տիրոջ իմաստությամբ ու քայլենք Տիրոջ ցույց տված ճանապարհով այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն